ասում են մեքենաները սխալով իջնում են, դրա համար էլ ավտոբուսի վարորդը չի գնում։ Մայրաքաղաքում 3 համարի ավտոբուսի վարորդը ուղևորների կյանքը չվտանգելու համար կանգնեցրել է մեքենան կանգառում, քաղաքացիներին հորդորել իջնել, քանի որ ձյունապատ ճանապարհով վարել չի կարող։ Գոնե աղ լցնեք։ Երևանում այսօր առավոտից տեղացող ձյունն անակնկալի է բերել մայրաքաղաքի իշխանությանը։ Երևանի քաղաքապետարանը կեսօրից հետո հայտարարել է, որ ձյան պատճառով հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ։ Ներողություն են խնդրում ուղևորներից։ Երևանի կենտրոնական պողոտաներից մինչև ծայրամասային փողոցներ կիլոմետրերով խցանումներ են։ Նյուզեմի մեր գործընկերներն են ձիանգերության մեջ հայտնված Երևանի փողոցներով պտտվել։ Այս կադրերը Երևան-Մեղրի միջպետական ճանապարհից են։ Բքի մեջ հայտնված մեքենաները դուրս բերելու համար ճանապարհը մաքրող 2 տեխնիկա է աշխատում կադրում, սակայն ձյան առատության պատճառով հանրապետության ճանապարհները շարունակում են դժվար անցանելի, որոշ տեղերում անանցանելի մնալ։ Այսօր առավոտյան օկուպացված Արցախից Հայաստան տեղափոխված մեր 10 հայրենակիցներին եւ մեկ ազգությամբ ռուս Հայաստանի քաղաքացուն սահմանին դիմավորել է բժշկական հատուկ բրիգադը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ նրանք տեղում անցել են առաջնային բուժ զննում։ Նրանցից 10-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ մեկին շտաբօգնության մեքենայով տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն հավելյալ հետազոտությունների եւ առողջական վիճակի ամբողջական գնահատման նպատակով։ Սոցիալ նախարարը շատ մանրամասներ չի հայտնել, միայն ասել է, որ Հայաստան տեղափոխված քաղաքացիների կարիքի գնահատում կիրականացվի այնպես, ինչպես մեջբերում Արցախից վերադարձած մյուս 100,000 բնակիչների դեպքում է եղել։ Եթե կլինեն այս կամ այն կարիք, այդ կարիքը կբավարարվի, մեր բազմամասնագիտական թիմերը այնտեղ են, տեղում կորոշվի ինչ անհրաժեշտություն կա կարիքների, ներկայացնի դա սոցիալական կամ առողջապահական կամ հոգեբանական այդպեսակի, այդ ամենը պահպանվի, հետագայում էլ արդեն իրենց հիմնական բնակության վայրերում։ Մեր ձևով շարժումը հերքել է Հայաստանի կառավարության տարածած լուրը, թե Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է Հեցի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները։ Մեր ձևով շարժումը տարածել է հայտարարություն, մեջբերում միջազգային արբիտրաժային դատարանը հաստատել է, որ Ստոկհոլմի առևտրի պալատի 2025-ի հուլիսի որոշումը պարտադիր է Հայաստանի կառավարության համար։ Խոսքը Հեցի սեփականատիրոջ ազգային բարերար Սամվել Կարապետյանի ընտանիքի ու կառավարության միջև ընթացող ներդրումային վեճի մասին է։ 2025-ի հուլիսին միջազգային արտակարգ արբիտրը Հայաստանի կառավարությանը հրահանգել էր դադարեցնել այնպիսի օրենսդրական փոփոխությունների կիրառումը, որոնք կարող են հանգեցնել Հեցի սեփականազրկմանը։ Իդեպ արբիտրաժային կազմը նշել է, որ 2025-ի հուլիսի որոշումը չեղարկելու կամ փոխելու հարցով կառավարությունը չի դիմել։ Այս հանգամանքը լրացուցիչ հաստատում է, որ Հայաստանի կառավարությունը ընդունում է որոշման պարտադիր լինելու փաստը։ Միևնույն ժամանակ արբիտրաժային դատարանը մերժել է Հայաստանի կառավարության փաստարկները, ըստ որոնց Հեցին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէ։ Չնայած արտակարգ արբիտրի որոշման ակնհայտ խախտումներին, ներառյալ 2025 թվականի նոյեմբերին Հեցի լիցենզիայի դադարեցումը, արբիտրաժային կազմը որոշել է սկզբնական այս փուլում գնահատական չտալ այդ գործողություններին։ Միաժամանակ Հայաստանի կառավարության թույլ տված բոլոր խախտումները քննության կառնվեն ավելի ուշ հիմնական վեճի քննարկման շրջանակում եւ կգնահատվեն որպես Հայաստանի եւ Կիպրոսի միջև կնքված օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրի խախտումը ծանրացնող հանգամանքներ։ Մեջբերման ավարտը։ Հարգելի պատգամավորներ, Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստում քաղաքացիական պայմանագիրը ընդդիմության բացակայությամբ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ է արել։ Դրանք վերաբերում են ընտրությունների ժամանակ դիտորդների անաչառությանն ու քաղաքական չեզոքությանը։ Մասնավորապես դիտորդական առաքելությունները պետք է բացահայտեն ֆինանսավորման աղբյուրները, արգելվում է որևէ կապ թեկնածուների հետ կամ քաղաքական քարոզչություն հիշեցնող գնահատականների հնչեցում։ Իշխանությունը նախագծի հրատապությունը հիմնավորել է առաջիկա խորհրդարանական ընտրություններով։ Ընդդիմությունը պնդել է, որ սա իշխանական դիտորդական առաքելությունների ձևավորման գործընթաց է։ Հայաստան խմբակցությունը բոյկոտել է արտահերթ նիստը։ Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել մեջբերում այլանդակ արագությամբ առանց պատշաճ հանրային եւ միջազգային քննարկումների։ Մեծամասնությունը անկախ ամեն ինչից առհամարելով
բոլոր ժողովրդավարական նվազագույն կանոնները, իրավական նվազագույն պարտավորությունները որոշել է ուժի զորով, այսպես ասած, այս նախաձեռնություններ առաջիկա ընդամենը մի քանի ամսից սպասվող ընտրություններում իրականացնել փոփոխություն։ Բովանդակության մեր ֆրակցիայի ելույթի մասին կանրադառնում արդեն ֆրակցիայի ելույթ։ Կարճ ասած ռեժիմը խոճապի մեջ է, էլի։ in the way not to let third countries to interfere. Աբու Դաբիում սկսվել է եռակողմ Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա հանդիպումը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բանակցություններից առաջ հայտարարել է, որ Մոսկվայի հայտնի դիրքորոշումն այն է, որ ուկրաինական բանակը պետք է լքի ամբողջ Դոնբասը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, թե ինչ է քննարկվելու պատվիրակությունների առաջին եռակողմ հանդիպմանը։ Հիմնական թեման կլինի տարածքային զիջումների Դոնբասի հարցը, ասել է նա։ Ըստ ամերիկյան մամուլի ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները Ռուսաստանին կառաջարկեն սահմանափակ հրադադար, ինչի համաձայն Մոսկվան կդադարեցնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները, իսկ Կիևը ռուսական նավթավերամշակման գործարանների եւ սֆերային նավատորմի տանկերների վրա հարձակումները։ Նախքան հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը զիջումների են գնում հանուն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման։ Թրամփը նշել է, որ ցանկացած բանակցություն լավ է, քանի որ ԱՄՆ նախկին նախագահի օրոք նման հանդիպումներ չեն եղել։ Ավելի վաղ տեղի էին ունեցել ԱՄՆ-Ուկրաինա եւ ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ հանդիպումները, որոնք ըստ կողմերի դրական արդյունք են գրանցել։ Մինչ Աբու Դաբիում քննարկում են պատերազմի հնարավոր հանգուցալուծման ուղիները, Եվրոպական միությունը պատրաստվում է շուրջ 450 լրացուցիչ գեներատոր տրամադրել Ուկրաինային, կենսական նշանակության ենթակառուցվածքների եւ հիվանդանոցների էլեկտրամատակարարումն ապահովելու համար։ Շարունակական հարվածները էներգետիկ համակարգին եւ խիստ սառնամանիքը երկրում ստեղծել են ճգնաժամային իրավիճակ, միլիոնավոր մարդկանց զրկելով ջեռուցումից եւ լույսից։ Ստեղծված պայմաններում Ֆրանսիան նախաձեռնել է արտակարգ խորհրդակցություն մեծյոթնյակի եւ եվրոպական գործընկերների հետ, համակարգելու Ուկրաինայի էներգետիկ անվտանգությանն ուղղված միջազգային օգնության ծավալները։ ՆԱՏՕ-ի պատմությունը կարծես թե մոտենում է ավարտին 75 տարի գոյություն ունենալուց հետո, գրել է ամերիկյան New York Times պարբերականը։ Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է կորցնել իր նշանակությունը Թրամփի քաղաքականության եւ Վաշինգտոնի առաջնահերթությունների փոփոխության ֆոնին։ Պատճառը Գրենլանդիան գրավելու Թրամփի հայտարարություններն ու գործողություններն են։ ԱՄՆ նախագահն ավելի վաղ քննարկում էր կղզու անեքսիայի հնարավորությունը, ռազմական գործողություններ սկսելու սցենարը եւ Եվրոպայի դեմ մաքսատուրքերի սահմանումը։ Այս շաբաթ նա հրաժարվել է սպառնալիքներից, հայտնելով, որ նախապատրաստվում է անվտանգության հարցերով համաձայնագիր, սակայն ճգնաժամն ինքնին ուժեղացրել է դաշնակիցների կասկածները ամերիկյան երաշխիքների հուսալիության հարցում, շեշտել են վերլուծաբանները։ Մարդիկ կարծում են, որ Թրամփը կամ ես կամ Ռուբիոն ատում ենք Եվրոպան։ Ոչ, մենք սիրում ենք Եվրոպան, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը Newsmax-ին տված հարցազրույցի ժամանակ։ Թրամփը չի ցանկանում, որ ՆԱՏՕ-ն լինի մի կառույց, որտեղ մեր զորքերը պետք է գնան եւ կռվեն Եվրոպան պաշտպանելու համար։ Թրամփը ցանկանում է, որ Եվրոպան լինի ինքնուրույն, նշել է Vance-ը։ Իրանի մոտ ԱՄՆ-ի ռազմական ներկայության մասին խոսելիս փոխնախագահը շեշտել է, որ քանի որ տարածաշրջանում ունեն բազմաթիվ ուժեր, մարդիկ, որոնց կյանքը կարող է վտանգված լինել, Միացյալ Նահանգները ցանկանում է պարզապես զգոն լինել։ Կարծում եմ Թրամփը ուզում է համոզվել, որ եթե Աստված մի առասցե իրանցիներն ինչ-որ հիմար բան անեն, մենք արձագանքելու համար կունենանք անհրաժեշտ ռեսուրսները։